ցույց էր տվել, որ բռնության ես ենթարկվել ամուսնուդ կողմից եւ նշել էր, որ դա շարունակական բնույթ է կրել։ Դու խոսում էիր հոգեպես ապրելու կամ չապրելու մասին, բայց դու վախ չունեիր ֆիզիկապես կապրես, թե չես ապրել։ Եղել են խեղտամահանելու փորձեր, տանից եղել է փախել եմ ես, գցել են գետնին մազերիցս քաշելով տարել են մինչև տուն։ Բանալիներով օրինակ այնպես են հարվածել իմ մարմնին, որ մինչև հիմա սպիերը կան։ Իմ աչքը ուռել էր, փակվել էր, բայց ես ոչինչ չէի զգում։ Իմ արդեն սկսել էր սիրտս ու հոգիս ցավել։ Սա ոչ միայն շատ լուրջ հարված եւ տրավմա է քեզ համար, այլև քո երեխաների համար։ Ինչպես էիր կարողանում երեխաներին մատուցել, թե ինչ է տեղի ունենում ձեր ընտանիքում։ Իմ մեծ տղան շատ ուշ սկսեց խոսել, միայն այն հետևանքներով, թե ինչեր էր որ տեսել, ինչ ապրումներ էր ունեցել։ 5 տարեկանում նոր տղա սկսեց խոսել։ Երեխաներից մեջ շատ կա այդ ագրեսիվությունը։ Խոսում է իրենց հետ, որ չի կարելի։ Ասում են, բայց ինչի, papan քեզ խփում է։ Դու հղիության ընթացքում եւս բռնության ես ենթարկվել։ Այն փուլին էի ասել, որ կարող է իմ երեխան ուղղակի չապրեր, իմ աղջիկը ծնվեց ընդամենը 800 գրամ քաշով բռնության հետևանքով։ Հիմա նախկին ամուսինդ կալանավորված է։ Այո։ Պատճառը քո հանդեպ բռնությունն է, թե այլ հարց էլ կա։ Բռնությունն է։ Դատական process-ի ընթացքում դու վերադարձար ամուսնուդ մոտ։ Այո։ Ինչպես ստացվեց, որ գործը ընթացքի մեջ էր եւ դուք հաշտվեցիք։ Էլի վախերի հիմքով։ Ես էլի վերջին հնարավորություն տվեցի, կարելի ասել, քանի որ ես մեծացել եմ կիսատ ընտանիքում, փորձում էի փրկել ընտանիքս։ Նաև իմ մեջ կար սեր, քանի որ ինչքան էլ որ այդ բռնությանը ենթարկվել եմ, բայց ես սիրել եմ իմ ամուսնուն շատ։ Եղել են նաև այդ ընթացքում դավաճանություններ։ Ես վիճել եմ, քանի որ շատ սիրում էի ամուսնուս։ Իսկ դա հանգեցրել է նրան, որ ինքը կարա ինչ որ իմ բերանը փակելու համար ծեծի ենթարկի ինձ։ Որպես միայնակ մայր քո ապագայից որոշակի վախեր ունես, թե այս առումով մայրիկը ամեն դեպքում առյուծ է դառնում իր զավակների համար։ Այո, ես հիմա ուզում եմ այն ուժեղ մայրիկը լինեմ, որ իմ երեխաները երբեք չկոտրվեն, մեկ երեխա չի, 3-ն են, բայց ես այդ պատասխանատվությունից չեմ ուզում հրաժարվել։ Ես հիմա որ ստեղ sense նստած քո հետ զրուցում եմ, Ամալիա ջան, դա իմ ընտանիքի շնորհիվ է։ Դու ինքդ ինչպիսի ընտանիքում ես մեծացել։ Ես ապրել եմ հայրիկիս հետ, քույրիկս ապրել է մայրիկիս հետ։ Մայրիկի հետ ինչ հարաբերություններ ունես։ Այս պահի դրությունով նորմալ։ Բաժանումը, հա, որ դու կապրես հայրիկի հետ, քույրիկը կապրի մայրիկի հետ։ Ինչպես են արել մայրիկն ու հայրիկը։ Չեմ ուզեցել շփվել մայրիկիս հետ։ Հայրիկը հայրիկ է, մայրիկը մայրիկ է, բայց մայրիկի դերը, որ ոչ մեկ չի կարող լրացնել։ Մայրիկի կողմից կոտրված լինելը ավելի բարդ է։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Լայֆրումում այսօր Ազիզյանների Մարին է, Մարի Պետրոսյանը, որի պատմությունը վերջին շրջանում շատերին հուզեց, շատերին զարմացրեց։ Այսօր կիմանանք, թե ինչպիսին էր վերջին տարիներին Մարիի կյանքը ու ինչպես էկրաններից հեռացավ։ Ողջույն Մարի։ Ողջույն Ամալիա ջան։ Երևի թե միանգամից սկսենք վերջին շրջանի ամենակննարկվող թեմայից։ Դու տեսանյութ էիր հրապարակել, որտեղ ցույց էր տվել, որ բռնության ես ենթարկվել ամուսնուդ կողմից եւ նշել էր, որ դա շարունակական բնույթ է կրել, ինչից հետո արդեն ամուսնալուծության որոշում ես կայացրել։ Նախ ինչպիսին էր քո կյանքը վերջին տարիներին, որովհետեւ Ազիզյանները սիթքոմում քո մուտքը բավականին քննարկվող էր, բայց դու միանգամից հեռացար էկրաններից, որովհետև ամուսնացար եւ այլևս քո մասին լուրջ չկար։ Ես ինձ նվիրել էի իմ ընտանիքին, Ամալիա ջան, իմ ամուսնուն, իմ երեխաներին եւ ինձ թվում է ցանկացած աղջկա համար առաջնային լավ ընտանիք, լավ ամուսին եւ լավ երեխաներ ունենալն է։ Շատ էի ուզում զբաղվել հետագայում իմ գործունեությամբ, բայց քանի որ իմ ամուսինը դեմ էր իմ գործունեությանը, ես ինձ նվիրեցի ամբողջությամբ իմ ընտանիքին։ Սկզբնական շրջանում ամեն ինչ շատ լավ էր, գեղեցիկ ընտանիք, երեխաներ, առօրյա, ընտանեկան ամեն ինչ, ու հետո սկսվեց շատ վատ օրեր։ Չեմ կարող այսպես, որ չեմ ուզում շատ
բայց եղավ առաջի բռնությունը։ Դա այդպես է, չէ՞, մեր մեծերից էլ հենց լսել ենք, որ դե տղամարդ է, պետք է ոչինչ մեկ հարված, 2, 3 ու այդպես շարունակական բնույթ սկսեց գրել այդ ամեն ինչը։ Բայց քանի որ ես մեծացել եմ կիսատ ընտանիքում, ուզում էի փրկել ընտանիքս, թեկուզ ենթարկվելով բռնության, թեկուզ որ այդ ամեն ինչին ականատես էին լինում իմ երեխաները, փորձում էի փրկել ընտանիքս։ Բայց ամեն ինչ մոտ 3 տարի է արդեն շատ վատ է եղել, անդադ բռնություններ են եղել, շարունակական բնույթ են կրել, եւ հոգեբանական, եւ ֆիզիկական, եւ արդեն այդպես ամեն ինչ շատ ավելի ծայրահեղ ինչ որ փուլի հասավ, որտեղ որ ես արդեն հասկացա, որ վերջն է հասել, կամ ես կապրեմ, կամ ուղղակի էլ ուժ չունեմ ապրելու այդ կենցաղում, այդ ընտանիքում։ Այդպես որոշում կայացրեցի վերջի բռնությունից հետո, որ կամ ապրել, կամ մեռնել, որովհետև ես արդեն մարմնով ապրում էի, բայց հոգեպես ես մահացած էի։ Ու այդպես իմ որոշումը եղավ պայքարել կյանքի դեմ եւ ապրել հանուն ինձ եւ իմ երեխաների, իմ ընտանիքի անդամների։ Ես հասկանում եմ, որ քեզ համար դժվար է խոսել այս մասին, բայց նաև քանի որ հարցազրույց տալու որոշում ես կայացրել, ենթադրում եմ, որ պատրաստ ես հիմա խոսելու այս մասին։ Կուզեմ ասեմ, որպեսզի մարդիկ էլ կարողանան իմանան, որ տենց վատ վիճակից մարդ կարող է դուրս գալ։ Դրա համար միայն կարող եմ ասել, որպեսզի իմ դրության մեջ գտնվող կանայք էլ հասկանան, որ այո, այդ ամենավատից դուրս գալու ելք կա։ Ամալե ջան, իրականում բռնությունները շատ վատ տեսակներով են եղել։ Եղել են խեղտամահ անելու փորձեր, գետնին քարշ տալով տուն տանել, որ չգիտեմ, որտեղից տուն տանել։ Օրինակ, երբ որ տանից եղել է փախել եմ ես, ասենք գցել են գետնին, մազերիցս քաշելով տարել են միջև տուն։ Չգիտեմ, շատ վատ բաներ է եղել։ Բանալիներով, օրինակ, այնպես են հարվածել իմ մարմնին, որ միջև հիմա սպիերը կան։ Չգիտեմ, շատ վատ վնասվածքներ եմ իրականում ունեցել, որը որ չեմ կարող ներկայացնել տեսանյութերով, չեմ էլ ուզում, բայց կուզեմ իմանան, որ ամեն այդ վատ, այդ ցավոտ, այդ ամեն ինչից ելք կա։ Իմ մոտ մի պահ այնպիսի վիճակ էր, Ամալիա ջան, որ նույնիսկ ինձ խփում էր, ես, ասենք, ցավ չէի զգում, իմ համար նորմալ, իմ այս հատվածից մի անգամ այնպես էր հարվածել, որ արյուն էր գալի, ես չէի զգում այդ ցավը, իմ աչքը ուռել էր, փակվել էր, բայց ես ոչինչ չէի զգում, իմ արդեն սկսել էր սիրտս ու հոգիս ցավել, որ ինձ խփում էին, ես ֆիզիկական ցավը մոռացել էի ինչ է։ Լիքը եղել է նույնիսկ ինչ որ կենցաղային գործեր անելուց, արթուկով այրել եմ ձեռքս, բայց ես չեմ զգացել էդի։ Շատ տենց նմանատիպ օրինակներ կարամ բերեմ, արդեն հոգու ցավ էր արթնացել ինձ մոտ ավելի շատ Ամալիա ջան։ Սա ոչ միայն շատ լուրջ հարված եւ տրավմա է քեզ համար, այլև քո երեխաների համար։ Ինչպես էիր կարողանում երեխաներին մատուցել, թե ինչ է տեղի ունենում ձեր ընտանիքում։ Իմ մեծ տղան շատ ուշ սկսեց խոսել միայն այն հետևանքներով, թե ինչեր էր որ տեսել, ինչ ապրումներ էր ունեցել։ 5 տարեկանում նոր տղա սկսեց խոսել ու այն տան հատվածներում, որտեղ որ ես բռնության եմ ենթարկվել, ասենք ինքը միշտ շեշտում էր, մամ հիշում ես, ստեղ papan քեզ սենց խփեց ու ինքը ամեն ինչ մեծի նման ընկալում ու հիշում էր ու ինձ անդադ հիշեցնում էր, հիշում ես, ստեղ դու այսպես արյուններ գալի մաքրել եմ ես, օգնում էի քեզ, իմ տղան ամեն ինչ տեսել է մեծս։ Միջնեկ տղաս էլ է շատ բաների ականատես եղել, բայց այն ընդհանուր ցավը ապրելա մեծ տղաս ականատես լինելով ամեն դրվագին, բռնությանը, թե նա էլ շատ հոգեբանորեն, շատ ճնշված վիճակում է, նրա հետ էլ հիմա աշխատում են հոգեբանները, որովհետև այդ տարիքում այդպիսի բաներ տեսնելով, չգիտեմ, շատ վատ օրեր ենք ունեցել իրականում մենք։ Մարի, բավականին բարդ իրավիճակ ես պատմում եւ հեշտ է, հա, ես կողքից նստած կամ որևէ մեկը կողքից ասի, ինչու շուտ չես բաժանվել, բայց ես ուզում եմ լսենք քեզ, քո պատմությունը, դու ունես քո դրդապատճառները եւ ես կուզեմ լսենք ու հասկանանք քեզ, թե ինչու ավելի շուտ չեկար այդ որոշմանը, որովհետեւ եթե առաջին երեխան
արդեն տեսնում էր այդ ամեն ինչը, կողքից թվում է, որ լավագույն լուծումը ավելի վաղ բաժանվելն էր։ Ինչու այդքան ուշ եկար այդ որոշմանը, որովհետև տես դու թեպետ նշում ես, որ դու ինքդ կիսատ ընտանիքում ես մեծացել եւ ուզում էիր փրկել ընտանիքը, բայց մյուս կողմից դու տեսնում էիր, որ դա միայն քեզ վրա չի անդրադառնում է նաեւ երեխայի վրա։ Իմ աղջկա ծնունդից հետո ամեն ինչ այդպես ավելի վատին գնաց։ Ես միշտ երազել եմ մեծ ընտանիք ունենալու մասին, երեխաներ շատ այդպես տենց եմ պատկերացրել միշտ իմ կյանքը, որ ճիշտ է գործը, ամեն ինչը իր տեղում, բայց ընտանիքը ամենաառաջնային տեղում է եղել։ Ես առաջնային նայել եմ, որ ունենամ իմ մեծ ընտանիքը եւ այդպես ստացվեց երրորդ երեխայի ծնունդից հետո, երբ որ ես վաղաժամ ծննդաբերություն ունեցա, իմ աղջիկը ծնվեց ընդամենը 800 գրամ քաշով, բռնության հետևանքով։ Այդ ժամանակվանից դու հղիության ընթացքում եւս բռնության ես ենթարկվել։ Իմ աղջիկը ծնվել է 6.5 ամսեկանում ընդամենը։ Միայն երրորդ հղիության ժամանակ ես բռնության ենթարկվել, թե նաեւ առաջին եւ երկրորդ։ Չէ, միայն երրորդի ժամանակ։ Եվ ես ինքս իմ մեջ այդ ժամանակ խնդրում էի Աստծուց, ասում էի ճիշտ միայն թե թող իմ երեխան ապրի եւ որոշումը դու կայացրե։ Ես ինչ քայլերի դիմեմ, որ դա արդեն իմ չգիտեմ, ես ուղղակի այն փուլին էի ասել, որ կարող է իմ երեխան ուղղակի չապրեր ինչ որ մի հատ ստահակի պատճառով, զուտ, որ ինքը իմ վրա ձեռքա բարձրացրել։ Բայց երեխաս ապրեց, փառք Աստծո, ուղղակի նաև իմ մեջ կար սեր, քանի որ ինչքան էլ որ այդ բռնությանը ենթարկվել եմ, բայց ես սիրել եմ իմ ամուսնուն շատ։ Ու դա իմ մոտ մարդկա, չգիտեմ, կարող է ավելի շուտ է այդ հիասթափություն ունենում, իմ մոտ ավելի դանդաղ process էր դա։ Ավելի սենց քիչ այդ process-ը սկսեց կաթիլ լցվեց ոնց որ բաժակս ու նոր այդ որոշումը կայացրեցի, որովհետև ես չէի կարող ինչ որ որոշում կայացնել, օրինակ բաժանվել 2 կամ 3 տարի առաջ, բայց ամբողջ կյանքում այն խղճի խայթ ունենայի, որ օրինակ ես կարայի պահեի իմ ընտանիքը, բայց կարող է ինքը փոխվեր, բայց կարող է ամեն ինչ լավ։ Այդ բայցերի պատճառով ինձանից խլեց իմ կյանքից եւս 3 տարի, որ ես գամ այն եզրահանգմանը, որ չէ, վերջն է, արդեն վերջն է, դու կամ ապրում ես կամ всё, Մարի ջան, այս որոշումը պետք է կայացնես։ Մարի, իմ գործընկեր Լուսին Օրգանիքսի կողմից նվեր ունես նուրբ շերտազատող սկրաբ է, որը շատ լավ պատրաստում է մաշկը խոնավեցման համար։ Մենք գիտենք, որ առողջ մաշկը սկսվում է մաքուր մաշկից, սա հրաշալի սկրաբ է, որը եւ կշերտազատի մաշկդ մահացած բջիջներից եւ կպատրաստի խոնավեցման։ Առհասարակ Լուսին Օրգանիքսը բնական հումքից է պատրաստված եւ Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում է արտադրվում ու ամենակարևորը, որ 100% բնական հումք է օգտագործվում, որովհետև երբեմն քիմիական նյութերը, որոնք որ օգտագործվում են մաշկի խնամքի միջոցների մեջ, կարող են վնասել մեզ, այս դեպքում այդ խնդիրը չունենք։ Շատ շնորհակալ եմ Ամալիա ջան նվերի համար։ Սիրով։ Դու խոսում էիր հոգեպես ապրելու կամ չապրելու մասին, բայց դու վախ չունեիր ֆիզիկապես կապրես, թե չես ապրել, որովհետև տեսանյութը, որը դու հրապարակել էիր, սարսափելի էր։ Ես չգիտեմ ինչի Ամալիա ջան, միշտ ինձ այնքան ուժեղ եմ զգացել, որ ես ամեն ինչի դեմ կարող եմ պայքարել։ Ես հիմա որ հետ եմ նայում, ես ասում եմ, ես ոնց եմ նույնիսկ ֆիզիկապես ողջ մնացել, որտեվ ես շատ դա ներկայացրել եմ մեկ հոլովակ, բայց նմանատիպ շատ օրեր եմ ունեցել, հեռախոսել չեմ ունեցել, որպեսզի օրինակ ֆիքսեմ, դիմեմ ոստիկանությանը կամ ինչ որ նմանատիպ շատ օրեր ա եղել։ Ուղղակի ես չգիտեմ, այդ եզրահանգմանը շատ ուշ եկա, իսկ հիմա որ հետ եմ նայում, ես զարմանում եմ ինքս իմ վրա, ասում եմ, ոնց եմ ես այդքան բանի միջով կարողացել անցնել։ Այո, ես հիմա եմ զգում, որ ես շատ եմ վախեցել այդ օրերից, որ ես իսկապես կարող եմ եւ չապրեի ֆիզիկապես եւս։ Ի վերջո դու որոշում կայացրիր դիմելու ոստիկանություն եւ բաժանումը ըստ էության ոստիկանություն դիմելուց հետո տեղի ունեցավ։ Քո պատմածից հասկանալի է, որ դու ոստիկանություն գնալու առիթներ շատ ես ունեցել։ Ինչու հենց այդ ժամանակ որոշեցիր գնալ ոստիկանություն։ Ես վախեր ունեի, ես ամաչում էի իմ վիճակից, ես գիտեի, որ դա ամոթ է, օրինակ բռնության ենթարկվելը։ Ես վախում էի, որ ինձ ոչ մեկ չի հասկանա,
Չգիտեմ, շատ վախեր եմ ունեցել։ Վախենում էի, որ օրինակ ես կբաժանվեմ, բայց նույն ձև ինձ հանգիստ չի թողնի, վախեցնում էր իմ ընտանիքի անդամներին, բայց այդ վախերով եկա այն եզրահանգմանը, որ սենց թե նենց իմ կյանքը անցնում է ինչ-որ վախերի հիմքով, անընդհատ ինչ-որ վախերով եմ ես ապրում։ Ու այդպես որոշեցի, որ վերջնական ինչ-որ քայլ է պետք անել, կամ ապրել, կամ չապրել, ու դիմեցի ոստիկանություն։ Այնտեղից շատ արագ արձագանք ունեցա, ոստիկանները շատ իրենց գործը արագ արեցին, դատարանն էլ իր գործը արագ արեց։ Բայց դատական process-ի ընթացքում, եթե ես չեմ սխալվում, դու վերադարձար ամուսնուդ մոտ։ Այո։ Ինչպես ստացվեց, որ գործը ընթացքի մեջ էր եւ դուք հաշտվեցիք։ Էլի վախերի հիմքով 1.5 տարի առաջ եւս ես դիմել էի ոստիկանություն, եւս մեր գործը դատական process-ի մեջ էր, բայց ես էլի վերջին հնարավորություն տվեցի, կարելի ասել, որ այդ չգիտեմ, ես ուզում եի էլի ամեն ինչ ոնց որ վերականգնել, չէի ուզում, չգիտեմ, ես որ հիմա հետ եմ նայում, ասում եմ ինչի եմ այսքան անիմաստ ժամանակ կորցրել, բայց այդ ընթացքում ես նենց վերապրումների մեջ էի, որ ես էլի սխալ եմ, որ էլի ես ինձ հետո կմեղադրեմ, որ պետքա փրկել, որ ամեն ինչ կարա լավ լինի, բայց ամեն ինչ գնալով ավելի վատացավ։ Այսինքն մենք դատական գործընթացի մեջ լինելով, ես էլի նույն ձև ենթարկվում էի բռնության։ Ու այդ էր ինձ կարելի ասել եմ, որ վերջնական որոշման բերեց, որ չէ, պետքա քայլ անել եւ վերջնական այս հարցին լուծում տալ։ Այդ ժամանակ արդեն որն էր քո քայլը։ Մեկը, որ հանրայնացրեցի իմ մարմնական վնասվածքները։ Մոտ 2 ամիս է արդեն բաժանված ենք։ Ես էլի այդ ամաչում էի իմ կարգավիճակից։ Ես միշտ ամաչել եմ, այդ վախեցել եմ, ամաչել եմ, որ հանրությունը սխալ կհասկանա այդ ամեն ինչ, ու ես դրա համար որոշեցի ներկայացնեմ այդ իմ կապտուկները, իմ ֆիզիկական ես ինչ վիճակում եմ եղել, որովհետև գիտեմ, որ շատ կանայք կան, որ նույն իմ հոգեկան ապրումների մեջ են, նույն ձև ենթարկվում են բռնության եւ ֆիզիկական եւ հոգեբանական, եւ ուզում եմ նրանք էլ տեսնելով այդ տեսանյութը իրանք էլ կարողանան այդ քայլը անել, ճիշտ է, շատ դժվար է, այդ ինձ կհասկանային մարդը, որ այդ փուլով անցել է։ Եվ ես կուզեմ իրանք էլ այդպես կարողանան փրկել իրենց կյանքը։ Եթե որևէ մեկի կյանքում կա բռնություն եւ նման տեսակի բռնություն, ընտանիքի այդտեղ փրկել հնարավոր չէ եւ երբեք թույլ մի տվեք, որպեսզի ձեզ բռնության ենթարկեն սիրելի կանայք։ Թույլ մի տվեք, որպեսզի ոտնահարեն ձեր իրավունքները, որպեսզի ձեզ ֆիզիկապես եւ հոգեպես բռնության ենթարկեն։ Եթե դուք բռնության եք ենթարկվում, դիմեք ոստիկանություն։ Մենք նախնական զրույցում, երբ որ խոսում էինք, դու ասացիր, որ միշտ չէ, որ այսպես է եղել, հա, այսինքն առաջին տարիներին դու ավելի երջանիկ ամուսնական կյանք ես ունեցել։ Ինչ փոխվեց ձեր կյանքում, որ ամուսինդ սկսեց քեզ բռնության ենթարկել։ Նախ ասեմ, որ եղել են նաեւ այդ ընթացքում դավաճանություններ, եւ երբ որ կինը հասկանում է, որ իրեն դավաճանում են, կոնկրետ առիթ կա էլի եմ, որ վիճաբանության, չէ, դա նորմալ չի, թե ընտանիքում լինում է դավաճանություն, ու շատ անգամներ է եղել դա։ Ես վիճել եմ, քանի որ շատ սիրում էի ամուսնուս եւ ուզում էի, որ ամեն ինչ կարգավորվի, այնպես լինի, ինչպես որ նորմալ ընտանիքներում է, բայց դա ինչ որ կռիվների, վեճերի պատճառ էր դառնում։ Ու այդպես այդտեղից սկսվեց ամեն ինչ, բացի դա էլ ինքը ունեցավ էլի ինչ-որ խնդիրներ, զենք կրելու պատճառով հայտնվեց բանտում եւ այդ ամեն ինչից հետո իր կյանքը ոնց որ միջև դա եւ դրանից հետո արդեն ինքը շատ փոխված մարդ դարձած, հետ վերադարձավ տուն։ Միջև դա էլ է եղել դավաճանություններ եւ դրանից կալանքից հետո էլ է եղել դավաճանություններ։ Իմ հիմնական կռվի պատճառը նա է եղել, որ ես չեմ ուզում դավաճանված լինել։ Իսկ դա հանգեցրել է նրան, որ ինքը կարա ինչ որ իմ բերանը փակելու համար ծեծի ենթարկի ինձ։ Իսկ դա արդեն կոտրեց ինձ ամեն կերպ, ամեն ձևով։ Դու որոշեցիր հանրայնացնել այս թեման ու հարցազրույցի հրավերն ընդունեցիր, որովհետև հիմա պատրաստ ես խոսելու այս մասին։ Բայց ըստ էության սա հիմա ոչ միայն քո կյանքն է, այլև քո երեխաների կյանքն է։ Ինչպես որոշում կայացրիր այս բոլոր թեմաները հանրայնացնելու։ Դա արել եմ Ամալիա ջան, որպեսզի իմ երեխաները հետագայում նույնպես հանգիստ կյանքով ապրեն եւ
կոնկրետ տղաներս են նույն ձև բռնարար չդառնան, որովհետև իրենց մեջ էլ կա էլի ավելի ագրեսիա, երեխաներից մեջ շատ կա այդ ագրեսիվությունը։ Ուզում եմ, որ նրանք հանգիստ կյանքով ապրեն եւ ես վստահ եմ, որ նրանք ինձ կհասկանան։ Ես ունեմ իրենց տալու այդ պատասխանը, թե ինչու եմ ես այս քայլին գնացել։ Այս ամբողջ իրավիճակի մեջ դու նաև պիտի կարողանայիր դաստիարակել երեխաներիդ։ Ինչպես էիր կարողանում դաստիարակությունը ապահովել, որովհետև շատ հաճախ ասում են, չէ, որ երեխային մի ասա, այս բանը մի արա, այն բանը մի արա, պարզապես քո օրինակով ցույց տուր նրան, թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել։ Իրենք իրենց հայրիկի օրինակով տեսնում էին, որ կարելի է բռնության ենթարկել։ Իսկ մայրիկը այս բարակայում ինչպես էր կարողանում դաստիարակել երեխաներին։ Օրինակ իմ երեխաների դաստիարակները, դասատուները շատ էին ասում, որ երեխաները ագրեսիվ են, մյուս երեխաների նկատմամբ ագրեսիա են ցուցաբերում։ Ես խոսում եմ իրենց հետ, որ չի կարելի, օրինակ պետք չի մյուս երեխային հարվածել, պետք չի խփել։ Ասում էին, բայց ինչի չի կարելի, տղաները, աղջիկս դեռ չի խոսում, դրա համար եմ նշում տղաներս։ Ասում էին, բայց ինչի, papan քեզ խփում է, աղջիկա ընտրի չի կարելի, մեծ քեզ օրինակ ասում չի կարելի։ Այսինքն իրանք ինչ տեսել են, դա իրենց մեջ մնացել է, էլի իրանք նույն ձև են սկսել դրսևորել իրենց, բայց ինչքան եմ, որ ես այդ ամեն ինչի մեջ փորձել եմ իրանց մեջ այդ մարդկային գծերը չթողնեմ, էլի որ կոտրվեն, իրանք այդ լավ գծեր ունենան իրենց մեջ, ճիշտ է, շատ դժվար է եղել։ Հիմա օրինակ ես բայդրությունով իրանք ապրում են շատ հանգիստ պայմաններում, իրանց մոտ շատ ավելի իրանք սկսել են ապրել առօրյայով, երեխայի առօրյայով, որտեվ միջև այդ իրանք ապրում էին մաման ինչ կանի, papan ինչ կանի, ինչ կռիվ կլինի, իրանք մեր առօրյային էին հարմարվում, բայց ես ճիշտ եմ գտնում, որ երեխայի առօրյային պետք է ծնողները հարմարվեն։ Հիմա իրանք առօրյայով արդեն դպրոց, սպորտ, արդեն ես եմ իրենց հարմարվում ու իրենց հոգեբանական վիճակն էլ շատ ավելի լավացել է։ Դա մի հատկանիշ է, որի հետ պիտի ճիշտ աշխատես, որպեսզի կամ երեխայի միջից դուրս գա, կամ դա երեխայի հետ մեծանալու է։ Հիմա նաև մասնագետի հետ ես աշխատում, որպեսզի երեխաների միջից այդ ագրեսիան դուրս գա։ Իհարկե մասնագետներ աշխատում են երեխաների հետ, իմ հետ եւս։ Ես մեծի համար մի քիչ ավելի հեշտ է։ Մենք ենք մեր հոգեբանը առաջնային, հետո նոր մասնագետը, բայց երեխաների մոտ ամեն ինչ ավելի ընթացիկ լավ է լինում, էլի։ Ինչ որ աշխատում են մասնագետները, ավելի փոփոխությունները դեպի դրականն են։ Դու ասում ես մեծի համար ավելի հեշտ է, բայց ես հիմա հասկանում եմ, որ քեզ համար էլ բավականին բարդ է, որովհետև պատասխանատու ես եւ քեզ համար, եւ երեխաների համար, այսինքն քո դեպքում էլ պատասխանատվությունն է շատ մեծ։ Իրականում Ամալիա ջան շատ դժվար է, բայց ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Չեմ ուզում մտածել, որ այդ դժվար է, բա ինչ պետքա անեմ, իմ հետոն ինչ պետքա լինի, ոնց պետքա պահեմ, որովհետև մեկ երեխա չի, երեքն են, մեկի դեպքում է նույնիսկ դժվար, բայց ես այդ պատասխանատվությունից չեմ ուզում հրաժարվել եւ ուզում եմ կյանքի այդ դժվար փուլը ասենց բարձր ճակատով անցնել երեխաների համար էլ եւ ինձ համար էլ իհարկե։ Մարի, այս բարակայում շատ կարեւոր է նաեւ թե քո ընտանիքը ինչպես կաջակցի քեզ։ Ընտանիքդ որքանով աջակցեց քեզ բաժանման որոշում կայացնելիս։ Երևի ես հիմա որ ստեղ sense նստած քո հետ զրուցում եմ Ամալիա ջան, դա իմ ընտանիքի շնորհիվ է։ Ամեն ձև իմ կողքին են եղել։ Ամեն ինչով հասկացել են ինձ։ Ի սկզբանե իմացել եմ, որ դու բռնության ես ենթարկվում։ Միայն այդ վերջի տարիներին արդեն երբ որ էլի դիմել էի ոստիկանություն, գործը դատական ընթացքի մեջ էր, միշտ իրանք ասում էին, հել արի, իրանք էլ ես իմ երեխաների մասին էի մտածում նույն կերպ էլ։ Իրենք իմ մասին էին մտածում։ Մարի,
Չեմ ուզում հանկարծ սխալ կողմից մոտենալ հարցին, որովհետև շատ նուրբ է իրավիճակը, բայց տես, երբ որ դու նշում ես, որ դու քո երեխաների մասին ես մտածել, միաժամանակ նշում ես, որ որդիդ չէր խոսում, երեխաների մեջ ագրեսիա կար, իրենք տեսնում էին այդ սարսափելի իրավիճակը իրենց աչքի առաջ, արդյոք այդ փուլերում չէիր մտածում, որ նույն հանուն երեխաների, նույնիսկ եթե ոչ հանուն քեզ, ապա հանուն երեխաների պետք է այդ իրավիճակը հաղթահարել եւ այդ իրավիճակին լուծում տալ։ Մտածում էի Ամալիա ջան, բայց քայլ անելը ինձ համար շատ դժվար էր, ռիսկային էր։ Չէի կարողանում ինքս իմ մեջ հաղթահարել այդ վախը։ Շատ մեծ վախեր եմ ունեցել։ Թե իմ համար, թե վախեր իմ ընտանիքի անդամների համար, որտեղ անտմեջ ես լսում էի, որ կվնասեմ ընտանիքիդ, եթե դու օրինակ հետ գնաս, բոլոր առումներով են ինձ բռնության ենթարկել եմ, որ հոգեբանական շատ ստրեսային վիճակների մեջ է ինձ պահել։ Իրականում ինձանից շատ երևի ոչ մեկ չէր ուզենա, որ այս ամեն ինչը ավելի շուտ ավարտվեր, բայց այդ եզրահանգման այդ ուժը շատ ուշ իմ մեջ մտավ, որ ես կարող եմ այդ պայքարի մեջ մասնակից լինել ու անցնել այդ դժվար փորձությունը։ Այդ էջը շրջեր էլի կարելի ասել իմ կյանքի։ Ուզում էին օգնել, շատ էին փորձում ինձ օգնել, բայց ես ոնց որ չընդունեի այդ օգնությունը, ես չէի ցանկանում ընդունել այդ օգնությունը։ Ըստ էության նման իրավիճակում դու ինքդ պիտի որոշես քեզ օգնել եւ միայն այդ կետում ես կարողանում ոտքի կանգնել։ Այո, ամենամեծ օգնականը հենց մարդը ինքն իր համար է, հոգեբան առաջինը մարդն ինքն իր համար է, չգիտեմ, եթե դու չուզենաս լավ լինես, որ ինչքան էլ կողքից ու իմ պարագայում այդպես է եղել, ինչքան էլ որ ասեն դու կարող ես, դու լավն ես, պետք է հաղթահարես, պետք չի այդպես ապրել, ես մեկը չէի ընդունում այդ ամիջը, լսում էի, հասկանում էի, գիտեի, որ դա ճիշտ է, բայց ես չէի ուզում։ Դու չէիր հավատում քո ուժերին, որ կարող ես մենակ ապրել, թե վախենում էիր։ Վախենում էի ավելի շատ, բացի այդ իմ նախկին ամուսինը ինչ որ շատ էր ինձ թերահավատորեն մոտենում, օրինակ շատ էր այդ վերջի շրջանում էլի, որ օրինակ տգեղ ես, գեղեցիկ չես, համակրելի կին չես, շատ էր ինքնագնահատականից վրա ազդեցություն ունեցել իր խոսքերը, ու ես էլ ինձ արդեն սկսել էի այդպես ընկալել, որ ես լավը չեմ, ես շատ վատն եմ, թե որպես, ինչպես ինքն էր նշում, որպես կին, որպես մայր, որպես աղջիկ, չգիտեմ, բոլոր առումներով իմ ինքնագնահատականը շատ վատ կետում էր, շատ ցածր կետում էր, բայց մի օր ես ինքս ինձ նայեցի հայելու մեջ ու զգացի, որ ես ինձ էլ չեմ ճանաչում, ես այն Մարինչի, ինչ որ եղել է միջև ամուսնությունը։ Ու ինքս իմ մեջ այդ ես ինքս ինձ փորձելով, հույս տալով, որ չգիտես, ինչ թեկուզ այդ նույն մի սաներվածք փոխելով, մի հագուստ հագնելով, ոնց որ քիչ ինձ փորձեցի հետ վերել, հետ վերականգնել իմ կյանքը։ Նույնիսկ եղել են, չգիտեմ, որ ինքնասպանության փորձեր էլ ա եղել։ Չգիտեմ։ Բայց որոշեցի, որ վերջնական քայլ անել։ Սա երևի թե ամենավատ ելքն է, որը կարող էիր քեզ համար որոշել ու առհասարակ ինքնասպանությունը երբեք ելք չէ, միշտ կա ելք ու դու ինքդ քո օրինակով ցույց ես տալիս, որ կա ելք, որ հիմա դու իմ առաջ առողջ նստած ես, ամեն դեպքում ապահով ես, քո երեխաների խնամքով ես զբաղվում, այսինքն ինքնասպանությունը երբեք ելք չէ, ես սա ասում եմ եւ քեզ համար եւ մեզ հետևող բոլոր մարդկանց համար, որ ինքնասպանությունը երբեք ելք չէ, եթե նման մտքեր ունեք, խոսեք հոգեբանի հետ, մի տարեք ձեզ այդ ծայրահեղ իրավիճակին։ Ուզում եմ քո մասին հիմա խոսենք։ Ինչպես էիր հաղթահարում ինքնասպանության մտքերը։ Իրականում ես այն մարդկանցից եմ, որ ամենայն որ դեմն եմ ինքնասպանությանը, նույնիսկ 2 տարի առաջ երբ որ էլի տենց ես դիմել էի ոստիկանությանը, ինձ հարցրեցին, ասացին, իսկ դիմել ես ինքնասպանության, ասացի ոչ, դա չի կարող լինել իմ կյանքում, այսինքն ես դեռ այն փուլին չէի եկել, որ ես կարող եմ մտածեի նույնիսկ հավատքով մարդը երբեք չի կարող Աստծո դեմ դուրս գալ, բայց այն կարգի վիճակում, օրինակ առաջի փորձը եղել է 24 թվականի հունվարի 1-ին, լույս 2-ի գիշերը, շատ լավ հիշում եմ այդ օրը։ Ես այնքան անելի վիճակում էի, որ
նույնիսկ մոռացել էի իմ երեխաների մասին, որ իրանք ոնց են մեծանալ, որտեվ երբ որ ես ինչ-որ տենց վատ մտքեր էին առաջ գալիս ինձ մոտ, ասում էի, բայ երեխեքս, բայ իրանցով պետքա բայ իրանք, հələ պետքա մեծանան, ոչ մեկ չի կարա տային իրանց, ինչ որ ես եմ տալիս, բայց այդ ժամանակ իմ աչքերի առաջ ցեվացել էր, ես էլ ոչ մի բան չէի ուզում հասկանայի։ Այդպես էլի ես տանից փախել էի, տարածքում մի հատ մոստ կար, այդտեղ էի գնացել ժամերով, կանգնել էի հեռախոսս անջատած, հետո միացրեցի հորաքույրս էր զանգում, գիտեր որ վիճաբանություն է եղել, ասեց ուր ես գամ, հետևիցդ գամ, ասեցի չէ, ու ոնց որ այդ զանգը ինձ ավելի շատ հետ բրդեց, որ մի հատ հետ նայի էլի, ասենք լիքը անելու բան ունես, դու էդի ոչ մի լուծում չի տալու, լավ, մի ամիս կհիշեն քո մասին, օրինակ կանցնես, կգնաս, մարդիկ էլի իրանց կյանքով կապրեն, մեռնողին ա լինում, ասենց ասեմ, մի քիչ կոպիտ է, վատ է հնչում, բայց այդպես է։ Ու ես այդ պահն է կարողացա հաղթարեմ, հիշելով երեխաներիս, գիտեմ, որ ես ուզում եմ ապրեմ, էլի այդ պայքարի դեմ դուրս եկա, որ չէ, պետքա պայքարեմ։ Ու էլի հետ գնացի նույն տուն, որտեղ որ իմ ամուսինն էին, երեխաներն էին։ Ճիշտ այդ օրը ինքը ինձ ձեռք չտվեց, ինչ որ բռնության չենթարկվեցի, բայց դե մի քանի օր հետո էլի նույնը կրկնվեց ու տենց անունդ մեջ։ Մարի իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ։ Իմպլանտումը շատ լավ ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկա է, հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյան, ունի նաեւ կոսմետոլոգիական կլինիկա, որը ղեկավարում է Ելենա Ադամյան, եւ նա չի սահմանափակվում միայն Հայաստանում, կրթությամբ հաճախ վերապատրաստվում է արտերկրում, իրենց կոսմետոլոգիական կլինիկան էլ, ստոմատոլոգիական կլինիկան էլ գերհագեցած են ժամանակակից սարքավորումներով, այնպես որ կարող ես օգտվել քո նվեր քարտից, վստահ եմ շատ գոհ կմնաս։ Շատ շնորհակալություն Ամալիա ջան։ Սիրով։ Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Վիորա իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցիչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, Էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, հա, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։ Այն կարող է նաեւ որպես հակատարիքային մեթոդ
լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիծիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել։ Սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարևոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։ Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Հիմա նախկին ամուսինդ կալանավորված է։ Այո, Պատճառը քո հանդեպ բռնությունն է, թե այլ հարց էլ կա։ բռնությունն է։ Ի սկզբանե ես ոստիկանություն չէի դիմել, ես երեխաներիս հետ առանձնացել էի, բայց երբ որ իմ ամուսինը վերցրեց երեխաներիս եւ ես օրերով չէի խոսում իմ երեխաների հետ, գնում էի իրանց տան մոտ, իրանք դուրը չէին բացում իմ առաջ ու թույլ չէին տալի, որպեսզի շփվեմ երեխաներիս հետ։ Ես այդ ժամանակ նոր դիմեցի ոստիկանություն, որպեսզի իմ երեխաներին ինձ հետ կապի դուրս գամ էլի, տեսնեմ իրանք ինչ վիճակում են, որտեղ ես ընդհանրապես տեղեկություն չունեի նրանց մասին։ Այդպես որոշումը կայացվեց եւ իրեն էլ այդ ժամանակ կալանավորեցին արդեն թե որպես ինքը խախտում է արել։ Լիազորությունները երկուսինս են եղել, բայց ինքը զրկել է ինձ իմ երեխաներից։ Դա էլ է հիմք եղել ինչ որ առումով, որպեսզի կալանավորեն էլի իրեն, բայց դե ընդհանուր առմամբ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունն է էլի եղել հիմքը։ Դուք որևէ կապ չունեք իրար հետ։ Ոչ, այս պահին դե ոչ։ Այս ընթացքում քեզ հետ փորձել կապ հաստատել, բողոքը հետ վերցնելու, ինչ որ կոչեր անել, նման փորձեր եղել են իր կողմից, թե ոչ։ Գիտեմ, որ ինքն էլ իր կողմից է բողոքներ ունեցել, ինքն էլ է դիմել ոստիկանություն։
ծիծաղացել է ինչ-որ մտեղ գալիս ամալաջան, բայց ասել է, որ ես էլ եմ իրեն բռնության ենթարկել, ծեծել եմ իրեն, ասենք ես իմ 1.60 բոյով, նա իր 1.90 բոյով, որ ես եմ իրեն բռնության ենթարկել։ Դե իհարկե ոչ մեկ դրան լուրջ չի վերաբերվել, որտեղ անհիմն է այդ ամեն ինչը, բայց դե ամեն մարդ իր ձև ունի պաշտպանվելու։ Թող անի այնպես, ինչպես որ ուզում է։ Հուսով եմ, որ ամեն ինչ արդար եւ իրականության համապատասխանող փաստերով էլի իրավական մարմինները կգործեն։ Ամեն դեպքում դու ունես փաստեր, որ բռնության ես ենթարկվել։ Իհարկե։ Դու քիչ առաջ ինձ ասում էիր, որ հիմա մազերը թարդարված են եւ չի երևում, բայց նույնիսկ տեղ-տեղ փոկված է մազերը, այսինքն հենց մարմինիդ վրա հետքեր կան առ այսօր բռնության ենթարկվելու հետևանքն է այդ ամեն ինչը։ Թույլ կտաս խոսել այդ մասին։ Հա, մոլեջան։ Ես ուզում եմ հասկանալ ինչպես դու սկսեցիր հաղթահարել դա ու դες դու նշում ես, որ ամաչում էիր մարդկանց պատմել, թե ինչ է տեղի ունենում քո կյանքում։ Ոստիկանությունը եկավ, ամուսինդ կալանավորվեց, բայց չէ՞ որ դու հոգեբանորեն պիտի կարողանաս վերականգնվել եւ նորից ինտեգրվել կյանքին։ Դու հիմա այսպես մաքսիմալ փորձում ես զսպել քո էմոցիաները եւ պատմել քեզ հետ կատարվածի մասին, բայց եւ ենթադրում եմ, որ դու բավականին դժվար ես անցել այդ փուլը։ Իրականում այո, շատ դժվար է եղել։ Հիմա որ այսպես տեսնում են նույնիսկ համացանցում շատ լավ եւ վատ մեկնաբանությունների եմ ակնատես լինում, տեսնում, որ գրում են դե դա տեսքը սենց է, ինչ պետքա լինի, բարձա ինչի է իր ամուսինը ծեծել, ասենք, եթե տեսնում են օրինակ հարդարված, հագնված, ուրեմն դու ամեն ինչ քո մոտ շատ լավ է, նորմալ է, բայց չէ, այդ փուլին, որ շատ դժվարությամբ եմ եկել հաղթահարելով երեխաների հետ շփումները, թերապիա կարելի է ասել, երեխաների դասերը անել, երեխաների հետ զբոսնել, ֆիլմեր դիտել, տարբեր այդ կերպով փորձեցի հաղթահարել, բայց ասեմ նաև ես մի քիչ ավելի վատ էի պատկերացնում այս փուլը, ոնց որ ավելի վատ կանցնեմ, բայց ավելի հեշտ եղավ, քանի որ ամեն առաջնային տեղում հավատքով, ես շատ հավատքով եմ եւ այդ հավատքի հույսս դնելով Աստծո վրա, այդպես կարողացա ավելի հեշտ անցնել այդ փուլը։ Դու հիմա նաև հոգեբանի հետ ես աշխատում։ Ինչքանով են թերապիաները քեզ օգնում։ Էլի ես այն կարծիքին եմ մնում, որ մարդն ինքն իր հոգեբանն է։ Ես ինքս իմ հետ եմ հիմա շատ խոսում։ Երբ որ այսինքն երեխաներս քնում են առօրյա գործերը ավարտում եմ, ես ինքս իմ հետ շատ sense մտերմիկ հարաբերությունների մեջ եմ, կարող եմ ամեն ինչ խոսել ինքս իմ մեջ, ճիշտ ու սխալ անել, որն է ավելի լավ, որն է ավելի ճիշտ, ընդունել իմ սխալները։ Ես միշտ վախեցել եմ ընդունել իմ սխալները։ Օրինակ ես մտածել եմ, որ պետք է այս անսխալ լինեմ, բայց այդ նորմալ չի։ Թե ամանանկավ կոտրվեց իմ մեղավորությամբ, ես դա պետքա չընդունեմ, նորմալ չի, որ օրինակ իմ պատճառով ամանանկավ կոտրվեց։ Ես նույնիսկ այնպես մինիմալ բաներից ինքս իմ դեմ դուրս եկած էի ապրում, որ չի կարելի սխալվել, չի կարելի ինչ-որ մի բան վնասել, բայց դա նորմալ է, դա է կյանքը։ Իսկ հիմա այդ փուլից ես անցել եմ, ես ինքս ինձ ընդունում եմ այնպեսին, ինչպեսին որ ես կամ։ Մարդ պետքա սխալվի, այդ սխալը ընդունի ու անցնի առաջ։ Իսկ ես հիմա իմ հետ կարող եմ այդպես համանջ ապրել, ընդունել իմ սխալներով, լավ եւ վատ կողմերով։ Քո կյանքի ամենամեծ սխալը ինչն ես համարում հիմա։ Իմ ամուսնությունը։ Չեմ ուզում այդպես հետ նայելով այդ սխալը տենց անդադ կյանքի կոչել ու ասել, էսի որ չլիներ, ես հիմա ավելի լավ կլինեի, կարող է եւ ավելի վատ բաներ լիներ իմ կյանքում, բայց միակ թերությունը ինչը որ տեսնում եմ կյանքում, դա եղել է իմ ամուսնությունը։ Բայց այս իրավիճակում այն փաստը, որ ամեն դեպքում անկախ քո կյանքի հետ բոլոր շատ ծանր ու բարդ իրավիճակներից դու ունես քո 3 բալիկներին, նաև չի սփոփում կամ ջերմացնում հոգին։ Դա միակ սփոփանքն է այս պարագայում, որ այո, ես ունեմ 3 երեխա, առողջ երեխաներ, եւ նույն կերպ ասում եմ, որ կարող է եւ ճիշտ է լավ չստացվեց իմ ամուսնական կյանքը, բայց կարող է շատ ավելի վատը լիներ։ Չգիտենք ինչ էր նախատեսել իմ համար Աստված, սխալ էր, բայց ընդունում եմ այդ սխալը եւ անցել եմ առաջ արդեն։
Հիմա ուզում եմ մի փոքր հետ գնանք այն կետին, երբ Մարին խաղում էր Ազիզյաններում, դու ինքդ հիշատակեցիր, որ մարդիկ գուցե նկատում են հագուկապը եւ այլն, դու միշտ աչքի ես ընկել նաեւ համարցակ հագուկապով, իհարկե դա յուրաքանչյուր մարդու անձնական ընտրությունն է, բայց ինչ որ առումով շատերի համար անսպասելի որոշում էր, հա, որ Ազիզյանների Մարին միանգամից կկորի դաշտից։ Դու այդ ժամանակ հանդիպեցիր, սիրահարվեցիր եւ որոշեցիր, որ այլևս չես զբաղվի քո մասնագիտությամբ, թե ամուսնությունից հետո հասկացար, որ քեզ թույլ չեն տա զբաղվելու քո մասնագիտությամբ։ Չէ, ես այնպես էր, որ գիտեի, որ հետագայում կզբաղվեմ իմ մասնագիտությամբ։ Սկզբնական դե երեխան փոքրիկ էր, հետո 1.5 տարի հետո ծնվեց երկրորդ տղաս, բայց ես այն հույս ունեի, որ ես կաշխատեմ իմ մասնագիտությամբ, բայց հետո դրվեցին այդ փակ դռները, որ չէ, այս դուռը չես կարող անցնել, սա քեզ չի կարելի, նույն հագուկապի հետ կապված շատ, որ այսպես սա չի կարելի, ոնց են փոքր երեխային ասում, սրան ձեռ չտաս, ասենք վտանգավոր է, կամ սա չի կարելի, նույն ձև իմ հետ են վարվել։ Այստեղ գնալ չի կարելի, ես օրինակ եղել ամիսներով նույնիսկ չեմ շփվել ընտանիքի անդամների հետ, ընկերների հետ, ասենց պարփակված վիճակում եմ եղել։ Եվ դա էր իմ համար առաջնայինը, ճիշտ է, ես մտածում էի, որ հետագայում, օրինակ երեխաների մեծանալուց հետո կարող եմ նորից զբաղվել իմ մասնագիտությամբ, որովհետև հենց մեկը Ազիզյանները իմ կյանքի ամենալավ փուլն է եղել։ Ու մտածում եմ, որ էլի նմանատիպ նախագծերում կամ այլ նախագծերում էլի կնկարանվեմ։ Իհարկե, երբ որ իմ երեխաները կմեծանան, բայց այդ ես հասկացա, որ չէ, այդ տենց չի լինելու։ Ես չեմ կարա էլ որոշեմ, որ երեխաները նույնիսկ մեծանան, ես կզբաղվեմ այն մասնագիտությամբ, որ ուզում եմ։ Չէ, արդեն ինչ որ չի կարելիները շատացան իմ կյանքի, թե հագուկապի, թե աշխատանքի, թե շփման մեջ մարդկանց, թե ում հետ է կարելի շփվելում հետ չի կարելի։ Իսկ սկզբնական շրջանում ինչպիսին էր ձեր կյանքը համատեղ կամ ընկերություն անելու շրջանում դուք հասցրեցիք ընկերություն անել երկար, թե կարճ ժամանակ եք ընկերություն արել։ Չէ, կարճ ժամանակ ենք ընկերություն արել, բայց ես իմ մոտ այնպեսի տպավորություն, որ ես գտել եմ հենց իմ կյանքի երկրորդ կեսին, Ազիզյանների ընթացքում մենք արդեն շփվում էինք իրար հետ, ընկերություն էինք անում, ինքը տեսնում էր, թե օրինակ ես ինչ կերպարներով եմ հանդես գալիս, ինչ հագուստ եմ կրում, բայց չէր անում այդ սահմանափակումները ինքը։ Ու ես մտածում էի, որ այդպես է լինելու է հետագայում։ Բայց երբ որ ամուսնանում ես ու հայտնվում ես այդ ընտանիքում ու լրիվ այլ պատկերի ես արժանանում, չգիտեմ, քիչ ոնց որ ամեն ինչ ավելի շատ եղավ։ Միանգամից որ լիներ, օրինակ եթե ինձ միանգամից ասեն, գիտես, ինչ չես նկարվելու, չես հագնելու այսպես, ես միանգամից կասեի, վсё, չեմ ուզում, չի ընդունի այդ ամեն ինչը, բայց քիչ եղավ ավելի։ Այն փուլում, երբ որ արդեն կար բռնություն եւ այլն, իհարկե յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի, իմ կարծիքով բռնությունը եւ սերը համադրելի երևույթներ չեն, այսինքն կամ մեկն է կամ մյուսն է, բայց մինչեւ այդ դու զգացել ես, որ ինքը քեզ սիրում է։ Այո։ Հա, զգացել եմ, որ սիրված եմ ես։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց, այդ հեքիաթը ավարտվեց, ավելի շուտ ինձ թվացել էր, որ դա հեքիաթ է, ես իմ մտքով կառուցել էի իմ հեքիաթը, որ այսպես է, լավ է, ամեն ինչ, հետո զգացի, որ դա իրականություն չի։ Ինչ որ շրջան եղել է, երբ երջանիկ ես զգացել քեզ, թե չէ։ Այդ սկզբնական շրջանում տեսեք, բռնություն չի եղել, լավ է եղել։ Ես պատկերացրել եմ, որ եղել եմ հեքիաթում, բայց դա այդպես չի եղել։ Ինձ թվացել է, որ ես իմ հեքիաթի մեջ եմ, որը որ պատկերացրել եմ այդ երջանիկ հեքիաթը, որը որ լինում է ցանկացած աղջկա կյանքում, բայց դա իրականությանը չի համապատասխան։ Այսինքն ես իմ ֆանտազիայով կարելի ասել, տենց ապրել եմ, որ ես երջանիկ եմ, որ ես լավ եմ, բայց դա հետ նայելով հասկանում եմ, որ դա էլ այդպես չի եղել։ Իրական ինչ որ անիմաստ փորձեր եմ արել, ինքս իմ դեմ ելած պայքարների մեջ եմ եղել ու չգիտեմ ինչի համար, ում համար։ Ինձ թվացել է, որ երջանկությունը հենց այդպես է լինում, բայց հիմա այս պահին ես այդպիսի, օրինակ եթե տեսնեմ ինչ որ մի աղջիկ այդ կարգավիճակում է, ես կխոսեմ նրա հետ, որ տենց ճիշտ չի, այդ սխալ, եթե սահմանափակումներ ա դրվում, նույնիսկ այսօր ես իմ երեխային ինչ որ սահմանափակման մեջ չեմ կարող դնել, ասել սա այսպես չի, այնպես չի, ես ազատություն եմ տվել նրանց լիովին, որ օրինակ դուք պետք է ընտրեք ոնց ապրեք, ինչով զբաղվեք, իսկ ինձ այդ հնարավորությունը չի տրվել։ Ես որ հետ եմ նայում, ես չեմ
կարող երբևիցե էլ այդ կյանքով ապրել, այսինքն չեմ ընդունում դա, ես ընդհանրապես ազատ մարդ եմ եղել ու չգիտեմ ինչի ընդունեցի իր սահմանափակումները, հենց սկզբից, եթե ես երևի թույլ չտայի, որ ինչ որ մի բան ինձ սահմանափակեին, տենց կարող է ամեն ինչ ավելի երկար էր իր կողմից։ Օրինակ ես հիմա Մալիա ջան, ոնց որ ես հիմա նույն 21-22 տարեկան աղջնակ Մարին լինեմ, այսինքն այդ տարիները կարծես իմ կողքով են անցել, ես չեմ ապրել այդ տարիները։ Այդպիսի զգացողություն ունեմ։ Այսինքն կյանքդ ինչ որ առումով կանգ է առել այն ժամանակահատվածում, երբ դու ամուսնացած չէիր։ Ու հիմա նորից ոնց որ ես նոր այդ 22 տարեկան Մարին նորից սկսի ապրել։ Մինչև այդ կարծես ես այնպիսի զգացողություն ունեմ, որ ես իմ կյանքով չեմ ապրել եմ մի հատ ինչ որ ուրիշ մարդու կյանքով։ Եթե ես չեմ սխալվում, դու դեռ չէիր ամուսնացել կամ նոր էիր ամուսնացել ու արդեն նկատելի էր, որ դու կտրվում ես քո միջավայրից։ Արդյոք դա ընկերության շրջանում արդեն չէր նկատվում։ Իրական որ հետ եմ նայում, այո նկատվում էր։ Ի սկզբանե երբ որ ես իր հետ ծանոթացել եմ, ինքը հենց այդպես էր մտածված, ամեն ինչ տարել է նրան, որ ես կտրվեմ իմ շրջապատից, իմ աշխատանքից, երբ որ ամեն ինչից կտրեց, ոնց որ հասավ հերթը ընտանիքին, բայց այդտեղ այս մի հատ արդեն ստոպ դրեցի, որ всё, ըստե դու իրավունք չունես էլ հասնելու։ Դու կարաս ինձ կտրես։ Դեմեր նույնիսկ ընտանիքի անդամների հետ շփման։ Ինչու։ Չեմ կարող ասել դա։ Դա արդեն ինձ թվում է ինչ որ հոգեբանության հետ կապված խնդիր ունի ինքը դրա համար էր տենց մտածում, որտեղ նորմալ չի դա։ Եթե ինչ որ չգիտեմ, օրինակ ընկերուհու հետ կարող են արգելել, դա էլ է սխալ, բայց եթե կարողանա ինչ որ մի բան այն չի նկատել, թույլ չի տվել շփվել։ Բայց ընտանիքը դա մի քիչ ուրիշ է, էլի, ու այդ փուլին երբ որ ինքը հասավ, ես արդեն ոնց որ ափերից դուրս եկա, էլի, որտեղ դա այն տեղն է, որտեղ ինքը իրավունք չուներ հասնելու, այդտեղ ինչ որ դիմաց դնելու, էլի, որ չի կարելի շփվել, օրինակ հայրիկիդ հետ նորմալ չի դա, քույրիկիդ հետ այդ նորմալ չի արդեն։ Դա հոգեկան որ հետ եմ նայում, ինքը ուղղակի հոգեբանական շատ խնդիրներով մարդ է եղել, ուղղակի ես դա չեմ հասկացել։ Դու քանի տարեկան էիր, երբ ամուսնացար։ 21-22։ Ինչով էր զբաղվում ամուսինդ այդ ժամանակ ու ձեր միջև տարիքային տարբերություն կար։ Այո, բավականին մեծ տարիքային տարբերություն կա, 13 տարի։ Ինքը իր բիզնեսները ունի, իր բիզնեսներով այդպես աշխատում էր։ Բոլորը մտածում են, որ ինչ-որ ամուսինս էլ է դերասան եղել, միշտ հարցնում են, բայց ոչ, ինքը ավելի բիզնես մարդ է եղել։ Իր ընտանիքի անդամները ինչպես էին արձագանքում այն ամեն ինչին, ինչ կատարվում էր ձեր ընտանիքում։ Եվ մտածում էին, որ դե նորմալ է, բոլորն էլ այդ վիճակով անցել են, բոլորս էլ սենց եղել է։ Այսինքն բոլորն էլ բռնության միջով անցնում են։ Տենց էին ներկայացնում, բայց դե վստահ եմ, եթե այդ մարդկանցից մեկը իմ մեկ օրվա կյանքով ապրեր, հաստատ չէր դիմանա, էլի։ Կողքից խորհուրդ տալը կարելի ասել շատ հեշտ է, չէ, որ օրինակ սենց արա դե ոչինչ դիմացի, բան տեսել են իրականում ես ինչերի միջով եմ անցել, բայց դժվար է եղել կարծում եմ խորհուրդ տալ, բաժանվել, քանի որ իրականում իմ ամուսնու բարեկամներն են եղել, ավելի շատ մտածել են օգուտ իրենց տղայի, իրենց եղբոր։ Երկուսով ձեր ընտանիքով եք ապրել, թե մեծ ընտանիքում եք ապրել։ Չէ, առանձին ընտանիքում ենք ապրել երկուսով։ Դու նշում ես, որ կարող է օրերով տանից դուրս չգայր, ինչով էր զբաղվում, ինչպիսին էր քո կյանքը։ Իմ առօրյան եղել են իմ երեխաները եւ ամուսինս նախկին ապրել եմ իրենց համար, օրինակ, թե ինչ են ուզում իրենք ես անեմ, բայց երբեք ինձ չեն հարցրել, օրինակ, Մարի ջան, դու ինչ ես ուզում։ Կարող է դու ինչ որ մի բան ես ուզում, որը որ քեզ անհրաժեշտ քո համար անենք։ Այդ բառը ես 6-7 տարի չեմ լսել։ Բայց ինձ թվացել է, որ այդպես նորմալ է։ Հայկական ընտանիքներում այդպես է, միշտ թեկուզ իմ ընտանիքի կողմից որ պետքա տղամարդուն հարմարվել, էլի, պետքա իր ուզածով ամեն ինչը լինի։ Այդ ինձ լրիվ նվիրել է իմ ընտանիքին, երեխաներին։ Դու ինքդ ինչպիսի ընտանիքում ես մեծացել։ Հայրս եւ մայրս բաժանված են եղել։ Ես ապրել եմ հայրիկիս հետ, քույրիկս ապրել է մայրիկիս հետ։ Եվ չէի ուզում իմ երեխաների կյանքում էլ այդ փուլը լիներ, չնայած ես թույլ չեմ տա երբեք, որ երեքից ինչ որ մեկը նույնիսկ ապրի հոր հետ։ Ես ուզում իրենք իրանց
այդ քույր-եղբայր հարաբերությունները չկորցնեն, միշտ իրար հետ լինեն, չնայած ես էլ եւ իմ քույրն էլ իրար հետ շատ մտերիմ ենք, շփվում ենք, միշտ իմ քույրն էլ միշտ իմ կողքին կանգնած է բոլոր հարցերով, բայց իրականում դե լավ բան չէ էլի բաժանությունը եւ կիսատ ընտանիք թողնելը։ Իսկ դու մայրիկի հետ ինչ հարաբերություններ ունես։ Այս պահի դրությունով նորմալ։ Փոքր ժամանակ ոչ այնքան։ Չեմ ուզեցել շփվել մայրիկիս հետ։ Ինչու։ Երեխայական նախանձ, խանդ, Որ քույրիկը մայրիկի մոտ է, դու ոչ։ ըհը։ Իսկ այդ բաժանումը, հա, որ դու կապրես հայրիկի հետ, քույրիկը կապրի մայրիկի հետ, ինչպես են արել մայրիկն ու հայրիկը։ Ես եմ ընտրել ապրեմ հայրիկիս հետ, բայց եթե օրինակ իմ երեխաներից ինչ որ մեկը ասի ես ուզում եմ ապրեմ հայրիկի հետ, մշտական բնակության մասն է խոսքը, ես ցույց չեմ տա, որովհետև հայրիկը հայրիկ է, մայրիկը մայրիկ է, բայց մայրիկի դերը որ ոչ մեկ չի կարող լրացնել, ամենալավ հայրիկն էլ չի կարող լինել մայրիկ, ու հակառակն էլ իհարկե հայրիկն է իր դերը ունի կյանքում, բայց մայրիկի կողմից կոտրված լինելը ավելի բարդ է։ Դու քանի տարեկանում որոշեցիր, որ չես ուզում ապրել մայրիկի հետ։ Փոքր հասակից 3-4 տարեկանից ես չեմ ապրել իր հետ։ Այդ տարիքից բաժանվել են իրենք։ Դա այն տարիքն է, երբ դու հավանաբար դեռ չգիտակցված ես այդ որոշումը կայացնում, որովհետև եթե ենթադրենք պատանի ես արդեն եւ որոշակի քո կարծիքն ունես ինչ-որ իրավիճակների մասին, դա այն տարիքն է, երբ դու ուղղակի էմոցիոնալ որոշում ես կայացնում, բայց ի՞նչն էր քեզ դրդել այդպիսի որոշում կայացնել։ Դու տանը եւս բռնության ես ենթարկվել։ Չէ, բռնություն չի եղել։ Որովհետև սովորաբար այդ տարիքում երեխաները խուսափում են բռնությունից։ Չէ, բռնություն չի եղել փոքր հասակում, ուղղակի չգիտեմ։ Չեմ կարող ասեմ պատճառը ինչի համար եմ ընտրել հայրիկիս հետ ապրելը։ Կուզեի մայրիկիս կողքին եւ լինեի, ասենց ասեմ, ափսոսում եմ այն ժամանակը, որ իր ներկայությունը չեմ զգացել։ Իսկ մայրիկը փորձում էր քեզ հետ հարաբերությունները վերականգնել։ Այո։ Փորձելա, բայց կոտորված մի բանը հեշտ չի էլի։ Քանի որ ես էլ այդ պահը ունեի իմ կյանքում, որ ես կարայի կորցնել իմ երեխաներին, հիմա չեմ ուզում ինչ-որ մեկին ցավացնել, բայց իրականում շատ բաց է եղել իմ կյանքը, առանց մայրիկի ապրելը շատ դժվար է եղել։ Չգիտեմ, ես երևի ավելի հայրիկիս եմ սիրել դրա համար, բայց այն որ ծնողներին հավասար են սիրում։ Ուղղակի չգիտեմ, այդպես է ստացվել իմ կյանքը։ Տես շատ նուրբ բան ես պատմում, բայց միաժամանակ եթե մայրիկի եւ քո հարաբերություններում չի եղել լուրջ խնդիր, փոքր տարիքում հնարավոր էր որպեսզի մայրիկը կարողանար քեզ գրավել, քեզ հետ մի անգամ խաղալով, մյուս անգամ ուղակի դուրս գալով, հայրիկդ ինչ որ կերպ խոչընդոտել է ձեզ շփմանը։ Ոչ մեկ չի խոչընդոտել։ Մայրիկի հետ թեկուզ հեռախոսազանգեր լինում էին, թե դու ժխտում էիր բոլոր տեսակի շփումները։ Չէ, եղել են, զանգեր եղել են, բայց այնքան չի եղել, որ ինձ բավարարի այդ զանգերի քանակը կամ տեսակցությունների քանակը։ Ես միշտ ավելի շատին եմ սպասել։ Ու արդեն քիչ-քիչ ոնց որ սկսեցի ժխտել, այսինքն ինքը զանգում էր, ես էլ չէի ուզում պատասխանել, այդպես է դասավորվել։ Քիչ-քիչ ես ինձ հեռացրել եմ իրանից։ Չէի ուզի այդպես լիներ, անկեղծ չէի ուզի, բայց այդպես է դասավորվել։ Իսկ ավելի մեծ տարիքում ինչու չէիր ընդունում մայրիկին, երբ արդեն պատանի էիր։ Այդտեղ էլ առաջ են գալիս, թե ինչի բաց թողումներ եղան իմ կյանքում քո պատճառով, ինչ որ տենց դեռահասական պրինցիպներ, ունակ դպրոցում ինչ շատ էին նեղացնում փոքր հասակում, որ չէին շփվում ինձ հետ, ասում էին մամա չունի ինքը, լավը չի ինքը։
Կուզես ընդմիջենք հետո շարունակենք։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Մարի, ինչպես վերականգնվեցին հարաբերությունները մայրիկի հետ։ Այնպես չի, որ լրիվ վերականգնված են, ուղղակի շփվում ենք իր հետ։ Ոնց է, դե արդեն իր թորնիկներն են, իմ երեխաները շփում ունեն։ Չեմ ուզում խոչընդոտել իմ երեխաներին ինչ-որ մեկի հետ շփվելու հարցում։ Այդպես զանգերով, ինչ-որ բարբերաբար հանդիպելով, իմ ամուսնու հետ էր ինքը մայրս շփման մեջ, գնում գալիս էր մեր տուն, երբ որ դեռ ամուսնացած էի, եւ այդ ժամանակ վերականգնվեց, կարելի ասել, էլի հարաբերությունները շփում այդտեղից ավելի։ Այսինքն ամուսինդ նպաստեց, որպեսզի մայրիկի հետ հարաբերությունները վերականգնվեն։ Կարելի է այդպես ասել։ Իրենք մինչև ձեր ամուսնությունն էին ծանոթ, թե Չէ, ամուսնությունից հետո։ պարզապես իրենց հարաբերությունները այդպես լավ էին ստացվել։ Ժամանակա, որ լավ ստացվեցին, դե իհարկե իմ ամուսինը, նախկին ամուսինը այնպեսի մարդ էր, որ բոլորի մեջ ինչ-որ խնդիրներ էր փնտրում, վատ կողմեր էր փնտրում եւ հետո էլ իրենց շփումն էլ դադարեց իհարկե, բայց այդ ա եղել ավելի տենց հա էլի ամուսնուս հետ կապված ինքն ամեն ինչ կազմակերպել, որ նորից շփվեմ մորս հետ։ Մարի, դու փոքր տարիքում շատ էիր կարոտում մայրիկին, թե քո մեջ ինչ-որ առումով պաշտպանություն էր ձևավորել նաև չկարոտելու։ Սկզբում շատ էի կարոտում, բայց հետո ձևավորվեց այդ պաշտպանողական դիրքը, որ պետք չի կարոտել։ Անկախ ինձանից է դա եղել, դենց փուլ առ փուլ դա կազմավորվեց իմ մեջ, որ չի կարելի կարոտելու։ Ես ընդհանրապես հիմա, որ չգիտեմ, մարդկանց չեմ կարոտում։ Իմ մեջ այդ զգացողությունը չկա, ինչ որ մեկին չտեսնել եւ կարոտել իրեն։ Այդ զգացողությունը իմ մեջ չկա, մահացած է իմ մոտ այդ զգացողությունը։ Մեր մանկությունը մեր կյանքում շատ մեծ դեր ունի եւ քո կյանքում շատ երկար տարիներ եղել է մայրիկի բացակայությունը, դա լիներ քո ընտրությունը, թե իր ընտրությունը, թե հանգամանքների բերումով, ամեն դեպքում երեխան ձևավորվում է իր էմոցիաների վրա, իսկ քո էմոցիաները եղել են մայրիկի բացակայությամբ ավելի հասուն տարիքում մայրիկի հետ ինչ-որ էմոցիոնալ խոսակցություն, քո ապրումների մասին պատմել, եղավ թե ժամանակը արդեն անցել էր եւ այդպես էլ այդ խոսակցությանը չեկաք։ Չէ, չեկանք, ես բաց եմ թողել, չեմ էլ ուզում այդքան հետ վերադառնալ, նույն այդ ապրումները զգալ, ուղղակի թողել եմ ամեն ինչ այնպես, ինչպես որ կա։ Այդ շրջանից դուրս եմ եկել, որ ինչ-որ նեղանամ, խանդեմ այդ անցած տարիների հետ կապված, մտածեմ, ուզում եմ ուղղակի ամեն ինչը բաց եմ թողել եւ ավելի ապրում եմ առաջ նայելով այդ հետ թողած ամեն ինչը, թեկուզ մոր բացակայությունը, թեկուզ ամեն ինչ որ եղել է իմ կյանքում, ես բաց եմ թողել ու չեմ փորձում այդքան էլ ծանրացնել, բարդացնել կյանքս։ Իսկ հայրիկի հետ հարաբերություններն ինչպիսին էին։ Ենթադրում եմ, որ տղամարդու համար ամեն դեպքում գուցե ինստինկտներից ելնելով, հա, բայց տղամարդիկ մի փոքր ավելի դժվարանում են երեխային միայնակ դաստիարակելու հարցում։ Կնոջ համար էլ է շատ դժվար միայնակ դաստիարակել երեխաներին, բայց որպես կանոն միայնակ կանայք շատ ավելի հեշտ են կարողանում լուծել այդ խնդիրը, քան միայնակ տղամարդիկ։ Իմ հայրը շատ պատվով է դուրս եկել իր արժև դրված խնդրից, որովհետև միջև առ այսօր ինքն կողքին է կանգնած։ Իմ հորաքույրը նույնպես մեծացրել է ինձ, իմ տատիկը օգնել են հայրիկիս մեծացնել ինձ, իմ կարիքները հոգալ։ Ճիշտ է, աղջիկ հայրիկ հարաբերությունները ավելի բարդ են, քան կարծում եմ աղջկա եւ մոր հարաբերությունները, բայց պատվով կարողացել են այդ ամեն ինչի տակից դուրս գալ իմ հայրիկը, հորաքույրս, տատիկս։ Քո էմոցիոնալ կապը ամենից շատ ում հետ է։ Հորաքրոջս։ Ինչով է դա ձևավորվել։ Ինքը այն միակ մարդն է եղել, որ ճիշտ թե սխալ կապ չունի։ Միշտ հասկացել է ինձ։ Ու երբեք չի ասել, «Նեք սխալ ես, չի կարելի դա»։
իր համար մեկ է եղել, ես ճիշտ կլինեմ, թե սխալ, դա նա միակ մարդն է եղել, որ բոլոր ձևերով ընդունել է ինձ։ Իսկ հայրիկը որոշակի խստություն ուներ։ Դե հա ունեցել է ինչ, օրինակ այնպես ազատ չեմ եղել, ինչպես որ հորաքրոջս հետ։ Ճիշտ է, հիմա իմ ու հորը շփումն էլ այնպես է, որ ինքը ամեն ինչ գիտի իմ առօրյայի հետ կապված, կյանքի հետ, նպատակների հետ կապված, բայց դե հորաքրոջ դերը լրիվ այլ է եղել իմ կյանքում։ Դու հիմա հայրիկի հետ ես ապրում նորից։ Այո, հայրիկի, հորաքրոջս, տատիկից ոչինչ չի փոխվել մեզ մոտ։ Երբ դու ինձ պատմում ես, որ դու քո ընտանիքում բաժանվելու որոշում չէիր ուզում կայացնել, որպեսզի հետագայում դու քեզ չմեղադրես, չեմ կարող ասել, չէի հասկանում, ես ամեն կերպ փորձում եմ հասկանալ քո ապրումները, դու ինչից ելնելով ինչ որոշում ես կայացրել։ Բայց երևի թե այս կետում մի փոքր ավելի փորձեցի կապել այդ երկու զգացողությունները, արդյոք դու ժամանակին մայրիկի հետ շփման բաց ունենալու համար մեղադրում էիր քեզ, որի հետևանքով նաև քո կյանքի մյուս փուլում քեզ իրավունք չէիր վերապահում որոշում կայացնել։ Այո, այդպես էլ եղել է։ Ճիշտ է, ես իմ երեխաներին երբեք բաց չէի թողի, բայց նաև չէի ուզենա, որ զգային այն, ինչը որ օրինակ զգացել է իմ քույրը։ Նա էլ զգացել է հոր բացակայությունը իր կյանքում։ Ու չէի ուզենա իմ երեխաներն էլ զգային հոր բացակայությունը։ Հա, երևի ավելի շատ այդպես է դա է ինձ հետ պահել անդադ այդ բաժանման փուլից։ Եթե իմ ընտանիքը լիներ լիարժեք, կարող է ես իմ բաժանվելու հետ կապված այդ փուլին ավելի շուտ գայել, շուտ որոշում կայացնել, որ պետքա բաժանվեմ, всё, փակի այդ էջը ու անցնեի առաջ։ Բայց անդադ երևի կարծում եմ, որ դա է եղել պատճառը, անդադ ինչ որ հույսով ապրելու, որ կարող ամեն ինչ ավելի լավ լինի։ Այս իրավիճակում ինչպես էին ձևավորվում քո եւ քույրիկի հարաբերությունները, եւ ես ինչպես հասկանում եմ, դու մայրիկի տուն չէիր գնում, քույրիկն էր գալիս ձեր տուն։ Հա, այդպես էլ եղել է, չէ, քույրիկի հետ շփումը մինչև առայսօր շատ լավ է, մենք միշտ շփման մեջ ենք եղել։ Իմ փոքրն է քույրիկը, բայց ինքը ավելի հասուն է ինձանից էլ, նույնիսկ կարող եմ ասել։ Նույնիսկ եթե ես օրինակ նեղացել եմ իրենից, ինչ-որ ժամանակ չեմ զանգել, ինքը ավելի մեծի նման է իրեն կարողացել պահի։ Չգիտեմ։ Երկու քույրիկ երբ խոսում էիք իրար հետ, խոսում էիք ձեր էմոցիաների մասին, յուրաքանչյուրը ձեր բացի մասին, թե յուրաքանչյուրը ձեր մեջ էիք պահում ձեր ապրումները։ Մենք նոր ենք սկսել խոսել մեր ապրումների մասին, թե ինչ ապրումներ ենք ունեցել մանկության տարիներին, բայց խաղացել ենք իրար հետ, մեր մանկությունը անցել է հենց ոնց որ պետքա լիներ, այսինքն մեր ծնողների բաժանությունը չի ազդել մեր մանկության վրա, որտեղ մենք միշտ եղել ենք միասին, նա եկել է մեր տուն, խաղացել ենք դրսում, լավ դրական հիշողություններ ունեմ քույրիկիս հետ կապված։ Նոր, այսինքն այս տարիքում նոր կարողացել ենք այդ ուժը գտնել մեր մեջ ու ինչ որ խոսել իրար հետ։ Օրինակ քույրիկիս ասել եմ իմ մամայի բացակայության պատճառով այս փուլերն եմ անցել, որը որ իմ համար շատ դժվար է եղել։ Նույնն էլ ինքը ասել է օրինակ պապայի հետ կապված sense բաներ ա եղել, նեղվել եմ, բացերը իմ մեջ շատ դժվար եմ հաղթահարել, այսինքն նոր կարողացել ենք սկսել խոսալ, բայց փոքր հասակում մենք ամոչում էինք իրարից։ Հենց որ օրինակ հարցը գնացել է մայրիկին կամ հայրիկին, մենք լարվել ենք միանգամից, որ չէ, դա այն թեման է, որ պետքա չխոսենք ուղղակի։ Մարի, իսկ այդ էմոցիոնալ խոսակցություններին քույրիկի հետ ինչպես եկաք, ով կոտրեց այդ բարիերը ձեր միջև։ Քույրիկս, ինքը մեր մեջից ուժեղը ինքն է։ Ինքը սկսեց խոսել, ես էլ արդեն ոնց որ կարողացա այդ իր հետ շփվել այդ թեմաներով եւս։ Այդ այն բացնա, որ ոչ ոք չի կարող լրացնի, ինչքան էլ որ շրջապատում լինեն շատ լավ, բայց դա ինձ մի հատ մեծ բաց է, որ դե անհնար է լրացնելը։ Փոքր հասակում շատ էին այդ առումով ինձ նեղացնում, օրինակ հիմա այդպես չի, եթե բաժանված են զույգերը, երեխան, մայրիկի կամ հայրիկի հետ, այդքան երեխաները չեն խորանում, չգիտեմ, ինչ որ ասեն, օրինակ դու մամա չունես, դու պապա չունես, չշփվեն, բայց այն ժամանակները կոնկրետ ես եւ մի քանի երեխաներ կային, որ օրինակ մայրիկ կամ հայրիկ չունեին, նույնիսկ օրինակ մահացած էին իրենց ծնողներից որից մեկը, շատ ինչ որ sense ենթարկվում էին ծանր ինչ որ խոսակցություններ էլի չէին թողնում, որպեսզի շփվենք, օրինակ ես իրավունք չունեի ընդհանուր
դասարանի բոլոր երեխաների հետ շփվելու, նույն իրենց ծնունդներին մասնակցել։ Ովքեր էին որոշել այդ իրավունքը քեզ համար։ Իմ դասընկերները, օրինակ, երբ որ իմ ծնունդն էր, ես հրավիրում էի բոլորին, իրանք գալիս էին աշխուժ, իմ ծնունդը նշում էին, գնում էին, բայց ես այդ իրավունքը չեմ ունեցել ես մասնակցելու։ Ոնց որ միշտ ինձ հեռու եմ պահել այդ շրջապատից, փոքր հասակում, այնքան մինչև ես եկա այն գիտակցությանը, որ ես կորոշեմ շփվում եմ ինչ-որ մեկի հետ, թե չեմ շփվում։ Որ տարիքում դու արդեն սկսեցիր ինքդ քեզ համար որոշումներ կայացնել, ում հետ կշփվես, ում հետ չես շփվի, ձևավորել քո միջավայրը, ու արդյոք դու հասցրեցիր ունենալ միջավայր, որտեղ կարող էիր լինել հասկացված, սիրված, թե դու ընկերական շրջապատել որպես այդպեսին չհասցրեցիր ձևավորել, որովհետև շատ վաղ տարիքում ամուսնացար ու արդեն քո կյանքի երկրորդ բարդ շրջանն էր։ 13-14 տարեկանից արդեն ես սկսեցի այնքան ինքնահաստատվել, որ ես կորոշեմ, չեն ուզում շփվեն, թող չշփվեն։ Ես պետքա որոշեմ շփվեմ իրենց հետ, թե ոչ։ Ու երբ որ ունեցա ընկերներ, արդեն այդ հարաբերություններ եղան, միշտ կոտորվում էի իմ ընկերների կողմից ու հասկացա, որ իրականում պետք է չէր շփվել ինչ-որ մեկի հետ, ու ավելի լավ էր տենց մեկուսացված մենակ մնալ, քան այդքան կոտորվել էլի։ Իսկ հետո, երբ որ եղավ Աբել Աբելյանի մոտ սովորելու ընթացքը, այդտեղ շատ լավ ընկերներ ունեցա, մինչև առայսօր շփվում եմ այդ ընկերներիս հետ, կապեր ունեմ։ Ճիշտ է, այն ժամանակահատվածում, երբ որ ամուսնացած էի, ամուսինս թույլ չէր տալիս շփվել, բայց մինչև առայսօր ես այդ կապերը պահել եմ էլի այն ամենամոտ ընկերների հետ։ Դու նշում ես, որ ավելի լավ էր մեկուսացված լինելը։ Ինչը քեզ բերեց այդ մտքին, այ դու նշում ես, որ կոտրվում էր էլի, ինչից էր կոտրվում։ Օրինակ, երբ որ ես ասում էի, ընտրում էի ընկերինց եւ մենք շփվում էինք, հասկանում էինք իրար, մի հատ այնպեսի ինչ որ վատ փուլով էի անցնում, օրինակ, չգիտեմ, վատ բաներ էին խոսում իմ հետևից, չէին ընդունում ինձ այնպեսին, ինչպեսին որ ես կամ, անդադ ինչ որ ուզում էին փոխել ինձ, բայց հասկացա այն, որ եթե պիտի լինի տենց մարդ իմ կողքի ընկերը, ավելի լավ է չլինի, ավելի լավ է ես լինեմ մենակով, ու ես մինչև առայսօր սովորեմ իմ մենակությանը։ Առաջինը իմ համար է դա, որ իմ հանգստությունը դա իմ մենակությունն է։ Հայրիկի հետ խոսում էիր քո էմոցիաների մասին այն տարիներին։ Չէ, հիմա ես դրա համար իմ երեխաների հետ ամեն բոլոր առումներով, ամեն հարցերի շուրջ շատ երկար խոսում եմ, ուզում եմ հասկանամ իրանք ինչ ապրումների մեջ են, ինչ են հասկանում, ինչ են զգում, բայց ես դա չեմ կարողացել արտահայտել փոքր տարիքում։ Նույնիսկ եթե նույնիսկ իմ հայրիկը ուզեցել է խոսալ, հասկանայի մոտ ինչ հոգեբանական վիճակ է, ես այդ չեմ թողել էլի, ոնց որ ավելի որ մտերմություն լինի, այդքան ես չեմ բացվել իմ հայրիկի հետ եւս։ Ինչ որ առումով քո այդ մենակ հոգեբանությունը նաև չէր խանգարում շրջապատի հետ շփմանը, թե ամեն դեպքում շրջապատի այդ կարծրատիպային եւ դաժան մոտեցումից էր, որ չէր ստացվում շփումը։ Եվ նա չեմ կարող ասել, բայց ես ճիշտ է ինչքան էլ որ մարդ սիրում է իր ամենակությունը, իրան տենց լավ ազգում, բայց պետքա նաև տենց մեկուսացված ապրելն էլ մի բան չի, ու հենց այդ իմ որոշումից շատ էի ուզում դերասանուհի դառնալ, երազանքներ, բայց այդ պահը, որ ես պատկերացնում էի, որ ես պետքա շփվեմ մարդկանց հետ, ես պետքա օրինակ նկարահանվեմ, այսինքն շփում լինի, ես արդեն կոմպլեքսավորվում էի այդ ամեն ինչից։ Էդ էլ էր իմ համար շատ sense մի հատ փուլ, որ ես կարողացա անցնել, այսինքն մինչև դիմել Աբել Աբելյան ստուդիային, երբ որ այնտեղ սովորում էի, շատ դժվար եկա այդ, որ sense մի հատ քար գցեցի իմ ուսից, ու ասացի ես պետքա գնամ ու այդ հաղթահարեմ այդ ամեն ինչը։ Ըստ էության Ազիզյանները քո միակ դերակատարումն էր, առաջինը եւ վերջինը ստացվեց այս բայդրությամբ, բայց այն քեզ բավական հաջողություն բերեց, այսինքն կան նախագծեր, որոնք նույնիսկ մեկ դերակատարմամբ կարող են հայտնիություն բերել մարդկանց։ Այդ հայտնիությունը, հաջողությունը քեզ համար ինչ էր նշանակում։ Որ sense հետ եմ նայում Ամալիա ջան, ոնց որ դա իմ Ազիզյաններում խաղալուց հետո ոնց որ իմ խաղաքարտը դարավ, որ մարդիկ սկսեցին ինձ սիրել։ Այսինքն միջև այդ ես ընդունված չէի հասարակության կողմից, ընկերների կողմից, ինձ անդադ փորձում էին փոխել կամ չէին ուզում շփվել, միշտ այդ ինչ որ բաների առաջ էի կանգնում, իսկ երբ որ եղավ Ազիզյանները, այն մարդիկ, ովքեր որ միշտ ինձ քննադատում էին, չէին ուզում շփվել, միշտ ինչ որ վատ խոսքեր էին ասում իմ հասցեին, հայտնվեցին իմ կյանքում եւ ուզեցան շփվեն, ուզեցան շատ մեծ մտերմություն ունենան իմ հետ, բայց դե արդեն
էլ ինձ այդ ամեն ինչը պետք չէր։ Իսկ ընդհանուր հասարակության կողմից ես գիտեմ, որ հնարավոր է նաև չընդունեն մարդուն, չհավանեն դերասանական խաղը, տեսքը, չգիտեմ, հագու կապը, բայց կոնկրետ իմ պարագայում միջև առ այսօր ես դրական խոսքեր եմ լսում։ 2019 թվականին ավարտվել է Ազիզյանների սիթքոմի նկարահանումները։ Մենք հիմա 2025 թվականն ենք, մինչև առ այսօր ես լսում եմ Ազիզյանների Մարին, կարելի է ձեզ հետ նկարվել, այնպես չէ, ինչ որ օրինակ նկարահանման ընթացքում էր, բայց շատ է լինում այդ դեպքերը, թե երեխաների կողմից, թե մեծահասակների, որ շատ ենք սիրում ձեզ, խնդրում ենք վերադարձեք ասպարեզ, ուզում ենք ձեզ էլի տեսնենք էկրաններին։ Միայն լավն է տվել ինձ էլի այդ հայտնիությունը։ Նշում ես, որ քո շրջապատում մարդիկ փորձում են փոխել քեզ։ Ինչն են փորձում փոխել քո մեջ։ Չգիտեմ, ես մի քիչ ավելի ազատ, ավելի թեթև մարդ եմ, չեմ սիրում մարդկանց քննադատել բոլոր առումներով, թե անծանոթ, ծանոթ, օրինակ մարդիկ կան, չէ, որ ասում են, ես ինչը սենց արեց, նենց արեց, ես էդի չեմ ընդունում կամ նայում եմ, եթե ինձ հաճելի է, եթե ինձ հաճելի չի, ուղղակի կարող եմ անցնել այդ։ Իսկ ես ոնց հիմա նայում եմ, ոչ թե իմ մեջ է եղել խնդիրը, այլ իմ շրջապատի մարդկանց մեջ է եղել խնդիրը։ Այսինքն, եթե իրենք ուզեցել են քննադատեն ու ես էլ նստեմ իրենց այդ քննադատեմ դիմացինից, ես այդ չեմ արել ու դրա համար իրանք ինձ ասել են, գիտես, ինչ դու վատն ես, քո հետ չեք շփվում, շնորհակալություն, որ իմ հետ չեք շփվել, ես մենակ ուրախ եմ դրա համար։ Դու նշեցիր, որ հասարակության կարծիքը կարող է տարբեր լինել, իրականում քեզ հետ կապված հիմնականում դրական մոտեցում էր եւ միակ հարցը, որը կարող էր քննադատության արժանանալ, դա ավելի շատ երևի թե համարձակ հագուկապներ, որը այն ժամանակ էլ աչքի էր ընկնում։ Դու նշում ես, որ սկզբում կոմպլեքսավորվում էիր, ամաչում էիր նկարահանվելուց, բայց ավելի համարձակ հագուկապով ներկայանալը քեզ համար եւս բարիեր էր, որը հաղթահարեցիր, թե դրան դու սովոր էիր։ Հաղթահարելու միջոց էր, որպեսզի ես իմը կարողանամ ցույց տալ, իմս թելադրեմ, որ ես այսպեսին եմ, ընդունեք ինձ այսպեսին։ Իրականում Աբել Աբելյանի մոտ սովորելով, Աբելի հետ շփվելով ինքը շատ փոխեց ինձ դեպի դրականը, որպես դասախոս իր հետ շփվելով շատ բաներ հասկացա, ու այդ կոմպլեքսները, այդ ամեն ինչը հենց այդ տարիների ընթացքում ավելի շատ իմ մեջից դուրս եկավ, բայց էլի այնքան չէր ջնջվել իմ մեջից այդ ամեն ինչը, մինչև որ հայտնվեցի Ազիզյաններում։ Այդ ժամանակվանից ես հասկացա, որ ես պետքա որոշեմ իմ թե հագուկապը, այլ արդեն միջոց չէր ուղղակի ապացուցելու մարդկանց, որ սենց հագուկապով, սենց ես կարող եմ արտահայտել իմ ես այսպեսին եմ կամ ինչ-որ բան, ես ուղղակի արդեն ինձ ոնց հարմար էր, ես այդպես էի անում։ Այսինքն այդ փուլում, երբ դա ինչ-որ առումով քննարկվում էր, քեզ այլևս չէր հուզում այդ քննարկումները։ Կամ ընդունեք, կամ մի ընդունեք, ձեր խնդիրն է, ես արդեն այդպես էի նայում։ Դու այդ փուլում նաև ակտիվ Instagram-ի էջ էիր վարում, որը ամուսնությունից հետո ջնջեցիր։ Այո, ամեն ինչ ջնջեցի այդ փուլում իմ կյանքից։ Ամեն ինչից հրաժարվեցի։ Մարի, հիմա քեզ վրա նաև 3 երեխայի պատասխանատվությունը։ Ես ինչպես հասկանում եմ, ալիմենտներ քեզ չեն վճարվում, որովհետև դե հիմա եթե ամուսինդ կալանավայրում է, եկամուտ օրինական չպիտի ունենա։ Ինչպես ես դու կարողանում հոգալ երեխաներիդ խնամքը ու ինչպեսին ես հիմա տեսնում քո ապագան։ Դες պահին ինձ օգնում են իմ ընտանիքի անդամները, իմ եւ իմ երեխաների խնամքի հարցով։ Հետագայի հետ կապված էլ ոչ մի ցանկություն չունեմ, ինչ-որ սպասելիք չունեմ իմ նախկին ամուսնուց։ Ես ուզում եմ ինքս կարողանամ հոգամ իմ եւ իմ երեխաների բոլոր հարցերը ու չգիտեմ ինչպես կստացվի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ հիմա դու նաև աշխատանք ես փնտրում։ Այո, իհարկե։ Որպես դերասանուհի, թե այլ ոլորտներում։ Չէ, որպես դերասանուհի։ Դեռ այդպես, եթե կստացվի, իհարկե չեմ ուզենա, եթե պետքա նենց դերում հանդես գամ, որը որ հաջողություն չի բերի, ինչպես որ բերեց Մարի կերպարը ինձ, ավելի լավ է ես չլինեմ այս ոլորտում։ Այսինքն դու գլխավոր կերպար ես ուզում հիմա։ Կարող է գլխավոր չլինի, բայց հիշվող լինես, թե ինչ առաջարկ կլինի։ Այսինքն սերիալներում խաղալ, տարբեր նախագծերում ներկայանալ դեմ չես, պարզապես քեզ համար կարևոր է, թե ինչ կերպարով կներկայանաս։ Այո, կերպարը կարևոր է իմ սրտով լինի։ Ես իհարկե մեծ հույս ունեմ, որ քո կյանքում ամեն բան լավ կլինի ու քո բոլոր դժվարությունները կմնան հետևում, բայց եթե ամեն դեպքում հասկանաս, որ որպես դերասանուհի այս փուլում քեզ առաջարկները չեն բավարարում, ինչպիսին են քո ծրագրերը ապագայի համար։ Չեմ կարող, դեռ չունեմ ծրագիր Ամալիա ջան, դեռ ապրում եմ այսօրով, ես ինչ որ հեռանկարներ չունեմ։
բայց հուսով եմ ամեն ինչ արժևում է։ Շատ նորմալ է, հա, որ մայրը կարող է նաև մայրական վախեր ունենալ։ Որպես միայնակ մայր քո ապագայից որոշակի վախեր ունես, թե այս առումով մայրիկը ամեն դեպքում առյուծ է դառնում իր զավակների համար։ Շատ ճիշտ խոսք ասեցիր Ամալիա ջան։ Այո, ես հիմա ուզում եմ այն ուժեղ մայրիկը լինեմ, որ իմ երեխաները երբեք չկոտրվեն, չնեղվեն, ինչ որ ես եմ զգացել ժամանակին, չեմ ուզում դրա մի տոկոսի իրանք նույնիսկ զգան, օրինակ երբ որ ինչ որ մի բան ա լինում, ասում են, «Էսի կարանք անենք կամ սա կունենանք մենք»։ Ասում եմ, ժամանակի հարց է, ես երբեք չեմ ասում, որ դա մեր մոտ չի ստացվի։ Ես այն հույս ունեմ, որ ամեն ինչ բաց թողում, որ եղել է իմ կյանքում, դա ավելի կրկնապատկված ինձ հետ է գալու, ամեն ինչ ավելի լավ է լինելու։ Ու չգիտեմ, թե իմ, թե երեխաների համար։ Եվ քո կյանքում ամեն ինչ լավ կլինի։ Այո։ Ես քեզ մեծ հաջողություն եմ մաղթում եւ հուսով եմ, որ քո կյանքում ամեն բան շատ լավ կլինի եւ այն ամեն ինչը ինչ որ պատմեցիր կմնա անցյալում։ Իհարկե մենք քո տեսակետն ենք լսում, բայց քո կյանքի պատմությունը բավականին դժվար էր եւ հուսամ, որ հետոն քո կյանքի շատ ավելի լուսավոր եւ լավը կլինի։ Ես էլ եմ այդ հույսով Ամալիա ջան, նաև շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Հետևեք Life Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի պատճ չթողնեք մեր թողարկումները։